Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում նրան տապանն է։ Եվ մեր զրուցակիցն է այսօր քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանը։ Բայց պարոն Պողոսյան, շնորհակալ եմ, որ այս ժամին մեզ հետ եք։ Պարոն Պողոսյան, Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստույգ չի նշում Ադրբեջանի ուժերի Հայաստանի տարածք ներխուժման տարածք ծավալները, տվյալները կարծես թե հակասական են, առաջին հարցս ինչու են հակասական, ինչու հանրությանը չի տեղեկացվում, հաջորդ հարցս ինչ է անում Ադրբեջանը և երրորդ հարցը ինչ է անում Հայաստանը։ Մի հատ գժանոց է կատարում, գժանոց, այսքան մարտազանգում ինձ գլխավոր շտաբից, մի քանի օր առաջ ինձ մի քանի հոգի մարդ են գրել, ասում են ինչ խորհուրդ կտաս, ուզում ենք զորացրվենք, ասում են այստեղ են ասել։ Զորացրվեն։ Հա։ Հա, ասում են այստեղ են ասել, այդ պարզ ասում եմ։ Այդ սպայական կազմը, մանավանդ սենց նու մայորից սկսած միջև գնդապետ, չեն ուզում իրանց այդ ծարային, ու լիքն են բանակում։ Եթե մարդիկ գրում են, զանգում են, հարցնում են, ինչ խորհուրդ կտաս այստեղ են ասել, դու պատկերացեք ինչ է կատարում բանակը։ Դա հանցագործություն չի, պարոն Պողոսյան։ Գիտեք, դա չեմ ում կողմից, ով ուզում զորացրվի, դա ինքի դասալքության։ Եթե դու գալիս ես ժամի 8-ին գործի, բաներ ես պահանջում, այդ բաները չես ստանում։ Ամիսներով պիտի սպասես, որ քո գծով ինչ որ բան կես տան, դու բանակի համար անես։ Կամ եթե մի հատ անգրակետ մարդ են նշանակում, ինքը դառնում է քո ղեկավար։ Բացի դրանից, որ դու նորմալ աշխատես, սա որ փաստաթղթերով ես զբաղվում։ Գիտեք ինչ, ամեն ինչ էլ կարելի է ասել, կարգ ու կանոն գոյություն ունի, եթե դասալքություն ինքը իրավունք ունի զորացրվի, ինքը բան չի։ Այստեղ ինչու մասին ենք խոսում, որ անցագործը դա անցագործ չի։ Ինքը կոնտրակտով է ծառայում։ Կոնտրակտը ավարտում է, հա կարող ուղղակի մարդիկ չեն ուզում արդեն մնան այնտեղ։ Դրանք ասում են, մենք շատ ենք ուզում ծառայենք։ Մենք չենք ուզում դուրս գանք, բայց իմաստ էլ չկա։ Գանք աշխատավարձը ստանենք ու այդ կառավարությունը ոչ մի բան չի անում։ Շատ ծանր վիճակ է։ Նայեք, հիշում եք մի երևի կես տարի առաջ գլխավոր շտաբը պետ մեր զինված ուժերի։ Ինչ ասեց։ Ասում է ես հրաման եմ ստացել ազատագրվեմ մեր սուվերեն տարածքներ, չէ՞, վարչապետի կողմից հրաման է ստացել։ Եթե բանակում հրաման են ստանում, կատարում են այդ բանակը։ Չես կատարում, այդ է արտագործա։ Կամ պիտի հանեն, կամ պիտի ձերբակալեն, չէ՞։ Միջև հիմա ազատագրում են, չէ՞։ Տենում ենք, թուրքը ոնց կա, սենց էլ մնում, դա առաջ էլ է գնում մի քիչ։ Չէ, մենք հենց դրանից սկսեցինք, որ առաջ է գնում, եւ հարցս այն էր ինչ է անում, ինքը ինչ կետեր է գրավում եւ ինչ է անում Հայաստանը դրա։ Դա որ տենում է, որ գլխավոր շտաբը պետ ասում է տարբեր հաշվարկներով մոտավորապես 130 կարակուսի 100 կամ 300 կվադրատի կարակուսի կվադրատներ գրավել թուրքը։ Թուրքը նայում են մերոնք որոշ բան չեն անում։ Մտել են ու նստում են, իրենց համար դիրքավորում են, ճանապարհներ են սարքում, բետոն են դնում, ասֆալտ են դնում, չգիտեմ ինչ են անում։ Մերոնք էլ բան չեն անում։ Իհարկե գնալու առաջ։ Իսկ ինչու չեն անում։ Ըստ ձեզ։ Այդ հասկանում եք, դիտանես այն ժամանակ, որ դու վստահ ես քո վրա, որպես ղեկավար, որ դու կարաս պատերազմի ժամանակ ճիշտ ղեկավար ես, ժողովուրդը քեզ հավատում է, բանակը քեզ հավատում է, ես ասում, բանակը իրաց չի հավատում։ Այդ առաջինը, երկրորդը։ Այս ինչ որ դրանք ստեղծում են բանակում, այսօր բանակը մարտունակ չի։ Մարտունակ չէ։ Մարտունակ չէ, անպայման, չէ, вообще։ Հասկանում եք, այսքան մարդ է զորացրվում, ուզում են զորացրվեն։ Այդ ինչից է գալի։ Հետո տենում են ինչ է կատարում բանակում։ Ես որ գնում եմ բանակ էլ եմ տենում։ Գիտեք, դա հակառակորդը կողքը որ նստած է, բաներ կա որ 300 մետր, տեղ կա որ 150 մետր։ Ես գիտեմ, որ դուք ժամանակ առ ժամանակ ջերմուկ եք գնում։ Նայում են։ Գնում եք, ինչ եք տեսնում։ Ես վերջին անգամ կարծեմ 2 օր առաջ եք իջել։ Անդրանիկ Քոչարյանը ասում է, սենց մեր զորքը սենց ապահովված է։ Երեք չհարաչորդ տեղեր զանգում են, ասում են նռնակ են բերել մեր համար։
ու ասում են Պարտկով։ Այսինքն Պարտկով նռնակը ո՞րն է։ Ասում են Պարտկով նռնակ են տալիս, ասում եմ Ո կարող է չայեք վերցրել նռնակի տեղ, կամ շփոթվել են Ինչ է տրամաբանությունը դրա, նռնակը Պարտկով ո՞րն է, ուրիշ տեղ պետք է տային։ Ասում ենք նստած չունենք, ասում ենք վերեք, ու չեմ ասում որ ուղղության վրա, հա, ասում եմ բա ոնց եք, ու ասում են որոշ բաներ չունենք, ասում բա ոնց, ասում եմ պատկերացրու նռնակ են բերել, ասում են Պարտկով։ Հատուկ էլ ասում եք, ինչու թուրքը դեղ մնում է, մերոնք բան չեն անում։ Ով պիտանի, եթե դրանք իրար հակասում են։ Վարչապետ ասում է էսկոլացիա, Անվտանգության եւ Պաշտպանության կոմիտեի նախագահ, ասում է լայնը մասշտաբ պատրաստում չի լինելու։ Վարչապետը ասում է էսկոլացիա, Անդրանիկ Քոչարյանն ասում է վարչապետին ճիշտ չեք հասկանում։ Հա դուք մի հատ կողմ որոշեք։ Ում տվյալները ավելի ճիշտ։ Հա, անցնում է 5 րոպե հարցրույցի ժամանակ նորից Անդրանիկ Քոչարյանն ասում է, բա այդ ինչ եք ասում։ Վարչապետը ամենաինֆորմացված մարդ է Հայաստանում։ Ես ուզում եմ Անդրանիկ Քոչարյանին ասեմ, պարոն Քոչարյան, Հայաստանում չկա ինֆորմացված ինստիտուտներ։ Դաժե մեր հատուկ ծառայություններ ինֆորմացված չեն։ Հեքիաթներով բան մի ապրեք։ Պարոն Պողոսյան, մի հարց տամ, հա, տեսեք, վարչապետը ով ինֆորմացված է, եթե ասում է 100-ից 300, դա իրավունք կա քառակուսի կիլոմետր տարածքի գրավել Ադրբեջան, առաջ է եկել։ Մենք իրավունք ունենք, մենք դա նորմալ է, երբ որ 100-ից 300 կամ 100 է, կամ 120 է, դու քո տարածքը չգիտես, դու չգիտես, որ այս հատվածը քոնն է, չափես, իմանաս 100 է։ Մոտավոր ոնց կարող է լինել։ Այ ուզում եմ հասկանալ, գուցե ճիշտ է դա, բացատրեք, 100-ից 300 ինչ է նշանակում։ Դուք մտածում եք ես գժվել եմ, որ ասում եմ դա ճիշտ է։ Նորմալ մարդ կարաս իրեն հայրենիքի մասին մի սանտիմետր, եթե դաժե կապված մի սանտիմետրի հետ, մի սանտիմետր եմ կորցրել, դա նորմալ բան է, որ մարդ ասեն մի սանտիմետր եմ կորցրել։ Դա մոտավորապես չէ, իմ համար մի միլիմետր էլ ծավալի է։ Իրանց համար 100 կիլոմետր ստեղ, 1000 կիլոմետր ընդեղ, իրանց համար պրոբլեմ չի։ Դրանք եթե մարդ չգիտի, իրան հայրենիքը հակառակորդի քանի կիլոմետր է մտել, 100-ը 200։ Հարց իմ երրորդ հարցը այն էր, ինչ է անում Հայաստանը, ես նկատի ունեի, եթե թշնամին առաջ է գալիս։ Ոչ մի բան, այս պահին մենք չենք հրաման են տալիս երևի կանգնեցնել, կամ ինչ որ մի ձևով կանգնեցնում են։ Նրանք իրենց դրոշը բերում, դնում են այդ սարերի եւ լանջերի վրա։ Հələ բան չի եղել, որ ես ասեմ, ուսենչ լինի։ Նույնը 20 թվում, միջև 20 թիվ 12 թվում ես ասել եմ, 18, 19, 20 թվում գլխավոր շտաբում էլ եմ ասել։ Մենք այսքան ժամանակ ենք կորցրել այս 20 տարվա մեջ։ 20 տարվա մեջ այն ճանապարհով որ մենք գնացել ենք։ Ես ասում եմ, այսօր այ ասում եմ, այ այն ճանապարհով որ գնում է Հայաստան, այն ճանապարհով այդ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ զբաղվում են բանակով, բարի փոխումներ, չգիտեմ ինչ։ Ես ասում եմ, եթե հակառակորդը սկսում է, այսօր գնում առաջ։ Ուղղություններ կա, որ մի քանի ժամ մենք կարանք դիմադրենք։ Ուղղություններ կա, որ մի քանի օր։ Բայց գլոբալ բանով մենք չենք կարանք դիմադրենք, քանի որ ոչ մասնագետ են նստած Հայաստանում, բանակից սկսած միջև կառավարությունը։ Եթե մարդիկ չգիտեն քանի կիլոմետր տարածք են կորցրել, մենք ում մասին ենք խոսում։ Իմանա, մի հատ ուզում եմ պարոն Քոչարյանին մի հատ հարց տամ, ու իրեն մի հատ շատ լուրջ ինֆորմացիա տամ։ Այդ ձեզով ասել, որ լայնը մասշտաբը չի լինելու, քանի որ գնում է բանակցություններ է գնում ու ուզում են ինչ-որ մի բան ստորագրեն։ Գիտլեր Ստալինը էլ է ստորագրել, չէ՞։ Հետո ինչ ա եղել 41 թվում։ Երկրորդ համաշխարհային պատերազմ, հարձակվել են, չէ՞ Ռուսաստան, սովետական միության իրա։ Անդրանիկ Քոչարյանն կարող է գլխավոր շտաբը պետն ասել Ադրբեջանի զինված ուժերին։ Կամ անձամբ Ալիևն է իրան զանգել, ասա պարոն Քոչարյան, լայնը մասշտաբը չի լինելու։ 20 թվում էլ են ինձ ասել լայնը մասշտաբը չի լինելու։ Եղավ, չէ՞։ Գոռում են, պատրաստեք։ Հիմա նորից ես ասում, ես տվյալներ ունեմ։
մի հատ մեր բարեկամ երկիրն է, ռազմական գծով մենք կապեր ունենք, մի քանի օր առաջ դրանք մեզ ասել են, որ պատրաստ եղեք ու շատ զգուշ։ Բարեկամ երկիր նկատի ունեք Իրանը, որ Չէ, ես չեմ ասելու, որ երկիրն է։ Չեմ ասելու, որովհետև շատ լուրջ ու գաղտնիք ինֆորմացիա է։ Այդ պետությունը ՆԱՏՕ-ից է, բայց ոչ Ֆրանսիա։ Հունաստանը մնաց։ Լավ, շարունակեք։ Հունաստան չի։ Դե մեզ բարեկամ պետք է փնտրել գտնել։ Կարող է իտալիացիք։ Կարող է իտալիացիք։ Հա, կարող է Գոլանդիա, Գերմանիա, էլ բարեկամ են։ Բացի Ռուսաստանի, սաղ բարեկամ են։ Հա, ու Ամերիկային։ Ցավոքս։ Ուրեմն ասել են, որ շատ զգուշ եղեք։ Ու Ադրբեջան արդեն տեղյակապահել Ուկրաինայի իշխանությունը, որ այստեղ սկսելու են։ Այդ ինչ է նշանակում, նշանակում է համատեղ են սկսելու Ուկրաինայում դեղ կոնտրնաստուպներն են բեկում։ Ադրբեջանը այստեղ։ Ու անցնում է 2 օր, երկրորդ պետությունն է մեզ զանգում ասում է շատ զգուշ եղեք։ Այսինքն 3 օրվա մեջ 2 պետությունն է զանգել։ Դրսից։ Այսինքն դրանք մեզ զգուշացնում են, որ Ադրբեջանը հարձակվելու է։ Մերոնք էլ ասում են լայնը մասշտաբը չի լինելու։ Վարչապետը ասում է էսկալացիա։ Մի օր ասում են sense մի օր տարում են դες։ Ես չգիտեմ արաբոտ ինչ են խմում կամ ինչ են ծխում։ Դե վարչապետը այսպես ասաց այդ 100 կամ 300 մետր առաջ խաղացման մասին, ասեց ներկայումս պայմանավորվածություն կա, որ երկու կողմերի քարտեզները կշտկեն իրավիճակը եւ հայկական կողմը իրավիճակին մոտենում է էսկալացիան կանխելու տրամաբանությամբ։ Այսինքն այստեղ է պատասխանը, որ այո, հրաման չի տրվում։ Նրանք ըստ երևույթին բանակցում են քարտեզներով։ Հարցս հետեւյալն է, եթե բանակցություններ են գնում, Ադրբեջանը ինչու է շարունակում իր գործողությունները այնտեղ ամրապնդվելու գործողությունները եւ երկրորդ հարցը կարող է պատահել այսպես տարբերակներ ենք մտածում ինչու Հայաստանը չի հակահարված հասցնում գուցե մտածում են ահա ինչ կվերցնի Ադրբեջանը վերցնի միևնույն է հետո միջազգային հանրության ճնշման տակ Ադրբեջանը ստիպված է լինելու ինքնակամ ազատել Հայաստանի իր ներխուժած տարածքը։ Մենակ Ինչքան դուք ռազմական գծով ուժեղ եք, այսքան բանակցությունների ժամանակ ձեր պոզիցիան ուժեղանում է։ Դուք կարաք ուրիշ պայմաններ էլ դնեք։ Հայաստան իշխանությունը չի հասկանում, եթե դու ամեն անգամ գնում ես հետ, բանակցությունների ժամանակ էլ ես գնալու հետ, որովհետև հակառակորդը մտնում է սուվերեն տարածքին, հետո ասում է այս sense կստորագրես։ Ուղղակի գիտե որ դու պատերազմի պատրաստ չես, հասկանում եք։ Այդ մոմենտին որ բանակցությունների ժամանակ դու ասես, չէ, ինքը ասել է, չէ, դե գնաք ու ճանապարհով ու վաղը սկսում է։ Հետո ինչ քարտեզներով դրանք, այսինքն մեր սուվերեն տարածքները գրավել են։ Երկրի ղեկավար ասում է մենք քարտեզ ենք, ինչ որ նայում ենք, դեղ որոշ չհասկացա։ Ինչ եք նայում։ Ու կարող եք գիտեք պապուտունն է։ Ինչ ուզում ես դու ով ես որ դու քարտեզների վրա նայում եք քութիմ էլ դուք ով եք։ Հակառակորդը մտնում է տարածքներ ագրավում։ Դրանք էս մեծ հեքիաթներ են պատմում, մենք էսկալացիա չենք ուզում, մենք քարտեզները կորոշենք որտեղ մենք տարածքն է, որտեղ իրանց տարածք չհասկացա։ Մենք չգիտենք մեր սահմանը ուր է, որտեղ է գտնվում։ Այդ մեր սահմանը մենք սաղ գիտենք, որ գնում ենք ասում ենք, մենք ստեղ ենք, դրանք դեղ են։ Դուք ինչ եք որոշում դեղ։ Ձեզ ով է թույլ տվել։ Այդ այետի անցագործ է։ Մի քանի օքի մարդ, վարչապետ, իրան թիմից մի քանի օքի մարդ, չգիտեմ, Արարատ Միրզայան, Ալեն Սիմոնյան, դրանք ոչ մի բան են։
որ դրանք իրենց վրա բաներ են վերցրել, բաներ։ Հիմա, չգիտեմ, առուցախ են անում, ինչ եք որոշում դեղ ադրբեջանցիների հետ, մեր տարածքի հետ կապված։ Նայեք, մեր ժողովրդի հետ ինչ է կատարվում։ Ամենակարևորը դա է։ Հանգարց Ռուսաստանում, նույն Ադրբեջանում, Վրաստանում, լյուբոյ, բացի Հայաստանից։ Այդ ժողովուրդը լսի, որ Իրան հեկավարը տարածքներ առուցախ անում, մենք կորոշենք որտեղ մեր սահմանը, իրանց բանի տեղ են դրել, այդ բառը չեմ ուզում ասեմ, չի վիրավորեն։ Հա, ու ասում ենք կարտեզներով նայում ենք, որտեղ մենք, որտեղ դրանք, հանգարտ լյուբ ցանկացած պետություններում, ինչ որ ես ասել նշել եմ, սենց բան կլսի ժողովուրդը 2 ժամից հետո մանավանդ Վրաստանում, Ադրբեջանում 1 միլիոն մարդ գդուզ կան հրապարակ ու շպրտելու այդ իշխանությունը։ Նայեք մեր ժողովուրդը։ Իշխանությունը ասում է մենք չգիտենք մեր տարածքը որտեղ է։ Մենք չգիտենք քանի կիլոմետր են վերցրել։ Ժողովուրդը սուսպուս, կայֆերի մեջ, ռեստորաններում, կաֆեներում, սա որ լավ են անում, թող վերցնեն, թող ամբողջ Հայաստանը վերցնեն, միանգամից բրցնենք, այդ ժողովուրդը այդ արժի։ Այ դա մեր ժողովուրդը դարել։ Շարունակությունը այս գործընթացի ինչպիսին եք տեսնում։ Ես երկրորդ տարբերակ էլ ասեցի, որ կարող է մտածում են, որ այ կգա եւ միջազգային հանրության ճնշման տակ ստիպված կլինի ազատել այդ բոլոր բարձունքները, որոնք նրանք վերցնում են։ Իդեպ Ադրբեջանը հենց այս տարածքներ չի մտնում, նա վերցնում է կարևորագույն եւ ինքն է ասում ռազմավարական կետեր են ինքը վերցնում է սաղ մեր տարածքը կոնտրոլի տակ։ Այո, բարձրունքներ է վերցնում, այն որ Լուկաշենկոն ասում էր այծերը չեն կարողանում բարձրանան, նրա մտածելակերպը այդքան է, Ալիևը վերցնում է հենց ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձրունքներ։ Բացի դրանից որ բարձրունքներ են, բացի դրանից կոնտրոլ են անում։ Էդի բանն է, դաշտն է, որտից իջնելու է։ Ինքը երբ կուզենա ճանապարհները կփակի, դից ավելի հեշտակրակում։ Խոսքով հասկանալի է, ես հարցնում եմ, ինչ է անում Ադրբեջանը, մենք արդեն պատասխանեցինք միասին, եւ ինչ է անում Հայաստանը փորձում է էսկալացիայի չհասցնել։ Չկա sense բան։ Իրավիճակ, այսինքն փափուկ բանակցություններով Ադրբեջանին ասի, այդ բարձունքը մերն է, սարնիմն է։ Ճիշտ եք ասում, փափուկ հանձնվում են։ Փափուկ հանձնվում են։ Այո, ուրեմն ինչ որ կապված դրսի ուժերի հետ, որ դրանք կմտնեն բանկանեն, ով անելու։ Բլինկին ասում է, որ Մեմենդեսը որ ասում է, բա ինչու մենք սաքսայից չենք մտնում ադրբեջանցիների դեմ, Բլինկին ասում է, մենք Ադրբեջանի բանակը պիտի ուժեղացնենք Պարսկաստանի դեմ։ Բլինկին ասում, պետ նախարարն է, չէ։ Բլինկինը։ Հա։ Ռազմական օգնության թեմայով հարցեր, այո, հասկանալի։ Ասում է, մենք պիտի Ադրբեջանի բանակը ուժեղացնենք Պարսկաստանի դեմ։ Այս մի քանի օր արդեն հանդիպում են Ադրբեջանի եւ Իսրայելի նախարարներ տարբեր գծով, ռազմական, քաղաքական, դեսպանատուն բացեցին։ Դեսպանատուն եկել, հա։ Ուրեմն նախարարն է եկել իրանց ագնային։ Ու ասում են վերջի հայտարարությունը եղել է, որ մենք Ադրբեջանի համատեղ ստեղծում ենք պլատֆորման Պարսկաստանի դեմ, հիշում եք, հա։ Այսինքն սա ջոհուդների բան, լոբիստական խմբերի Ամերիկայում աշխատում են մեր դեմ, սա, լրիվ, Boeing, Lockheed, սենց ու գնում է, նույնը British Petroleum, սա ջոհուդական, լոբիստական կառույցները աշխատում են մեր դեմ, Ամերիկայում մեր սպյուրքը հիմա ինչով է զբաղվում։ Նայեք ինչ է կատարում, բայց Բլինկենի բերանը չէ կարող փակեք։ 1,5 միլիոն մարդ եք այնտեղ։ Այդ մեր ասամբլեա, դաշնակներ, չգիտեմ ինչ բան, ինչով են զբաղված։ Ումից հրաման ստացել են, որ բան չեն անում կոնգրեսում։ Խե կարող է մենակ Մեմենդոսը մնացել այնտեղ։ Նայեք, մեր ոչ թե Հայաստանն է թույլանում, սպյուրքն է թույլանում։ Վերցրեք 20 տարի առաջին սպյուրք ենք ունեցել ու հիմա կարակ համեմատել, չէ։ Նույն ամերիկացիք ինձ ասում են, ձեր սպյուրքը արդեն շատ թույլ է, շատ։
Դուք լիքը մարդ ունեք դեղ, բայց միավոր չեն աշխատում։ Նույնը Իտալիայում կատարվում է sense բաներ։ Նույն Ֆրանսիայում։ Մեր սպյուրքորը մանավանդ Ամերիկայում մեր համար ամենակարևոր պետությունն է։ Ադրբեջանցիք հիմա ավելի ուժեղ են Ամերիկայում, որպես լոբիստական խմբեր ունեն, ջոկների հետ միասին, կամ Հայաստան, կամ հայեր։ Դեղ ենք պարտվում։ Դա մենք ասում, ինչ պիտի անենք։ Մենք հիմա առակ տեմպերով պիտի Պարսկաստանի հետ միած լուրջ պայմանագիր ստորագրենք, ռազմաքաղաքական պայմանագիր։ Ինչու համար։ Մի քանի օր առաջ Իրանց արտաքին գործերի նախարար գնաց Մոսկվա, չէ՞։ Լավրով ասում է այդ տարածքները բաց է, քեսյան, էյան։ Իրանց նախարարը ինչ ասեց։ Ասեց չէ։ Պարսկաստան դեմ է։ Մենք չենք թողելու, որ ինչ որ բաներ փոխեք սահմանում։ Բայց եթե վաղը պատերազմ սկսում է, չէ՞, նույն Զանգիզուրի հետ կապված։ Պարսկաստանը մոտնում է մեզ օգնում, հա։ Նույն Իսրայելը, նույն այդ լոբիստական ջոդական խմբեր, որ կան Ամերիկայում, նույն Բրիտանիան, կհայտարարեն, որ դա ագրեսիա ադրբեջանցիների դեմ, չէ՞։ Հայաստանի տարածքում եթե կռիվը լինի, եթե կռիվալնում, Պարսկաստանը մտնում է։ Եթե Ադրբեջանը եւ Իրանը, իրանց արդեն պատերազմը, բայց ոչ տաք փուլի պատերազմը, բայց արդեն պատերազմի մեջ են իրենք իրար նկատվում։ Եթե Ադրբեջանը մտնում է մեր տարածքը, եթե իրանք իրար դեմ լինեն, այստեղ կլինի ագրեսիա, բայց եթե Ադրբեջանը մեր տարածքի միջոցով սկսի պատերազմը, տաք Պարսկաստանը մտնում է։ Այո, այդտեղ ես չեմ պատկերացնում Ադրբեջանի դեմ ագրեսիան որն է։ Ահա։ Դուք մի պատկերացրեք։ Դրա համար Ադրբեջանը Հայաստանի միջոցով է ուզում, հարցնում եմ ես դա, ոչ թե ասում եմ։ Հատկապես տարբերակն ենք նայում։ Նայեք, մի հատ տարբերակ անելու։ Եթե դա Ադրբեջանը սաղ տենում է, սաղ աշխարհի բինոկլով, Սպուտնիկով տենում է, Ադրբեջանը անցնում է մեր սահմանը։ Մենք համատեղ Պարսկաստանի հետ մտնում ենք պատերազմի մեջ։ Աշխարհը տենում է, որ Ադրբեջանն անցել է սահմանը։ Բայց քանի որ Պարսկաստանն է խառնվում, առաջի իսրայելական թերթեր բան աշխարհում ինչ կան դրանք ֆինանսավորում են CNN, BBC, սաղ ասելու են Պարսկաստանը հարձակում է Ադրբեջանի իրա ու դաժե կարան ասեն հայերի հետ միասին ինչու համար իրանց պետք է Իսրայելի համար անպայման պետք որ Պարսկաստանը մտնի պատերազմի մեջ, որ ամբողջ այդ արևմուտքի կոալիցիան սկսի աշխատել պարսիկների դեմ։ Ու հայտարարեն պատերազմ։ Իսրայելը ամեն ինչ անում է, ինքը հուծում է Ադրբեջանին, որ շատ շուտ սկսեն։ Այդ Իսրայելն է բզբզում ստեղ, Իսրայելն է բզբզում ու ասում ադրբեջանցիներին սկսի։ Այստեղ ամբողջ հարցը հետևյալն է, այս սկսեք Հայաստանի տարածքով։ Այո, Հայաստանի տարածքով այն էլ Զանգիզուրով պարսիկներ թող առնվեն ու այն ժամանակ մենք իրանց կմեղադրենք, որ դրանք հարձակվել են ադրբեջանցիների իրա, ու աշխարհը, լավ, ասում եք աշխարհը սենց ասել, աշխարհը չի տենում, որ ջերմուկ են մտել, սև լիճ են վերցրել, ընդեղ են մտնում, գնահատականը աշխարհը դենց ջերմուկի հետ կապված հանդեպս մենք գոնե ունեցել ենք։ Քանի որ այդ ամասուններ, գազ, նավթ, իրանց համար հետաքրքիր, իրանց հայերենի ոչ մի բան է իրանց համար։ Իրանց համար դոլար, եվրո, իրանց աչքերի մեջ։ Լավ, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանի հետ եւ մենք ունենք հեռախոսազանգ։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Համեցեք, այո։ Ուրեմն հարցս ծրհուրին հետևյալն է։ Գիտեք, միջազգային դատարանը ցերպակալելու որոշում տվավ Պուտինին եւ Հայաստանի իսկսեն բարոն Մելքոնյանը դարձման կանոնը, որ սա եթե Պուտինի կան Հայաստան մենք ցերպակալենք իրեն, իսկ մյուս կողմից որ նայեք Թուրքիան, որ Erdoğan'ı Sovyeti Putin'i kamek çek çerpagarel. Naik darperüçünük, divanakedüçyan hosteri mer
հիմար դիվանագետ իշխանության նիկոլական հիմար դիվանագետությունը մեր Հայաստանը որ կործանումի կդանի եւ խնդրեմ հույրին բացատրեք մեզի հաստատությունը եւ մեզի ուր պիտի դանի հիմար դիվանագետությունը խնդրեմ Շնորհակալություն Հարցը պարզ է Հայաստանը ասում է կձերբակալենք բայց Փաշինյանը կարծես թե չի ասել բայց Թուրքիան չի ասում նման բան եւ այսպես Այդ մարդու պիտի նշանակենք արտաքին գործերի նախարարին, ինքը ավելի շատ հասկանում կամ Մարատ Միրզոյանն իրան թիմով։ Գագիկ Միլկոնյան ով է, կարաք ինձ ասեք։ Չէ, մենք գիտենք ով է, չէ։ Անգրակետ իրենց ոչ մի բան չի ներկայացնող մարդ։ Դե Փաշինյանի թիմից է դրա համար է այդ հարցը։ Ջայնդան Փաշինյանի թիմը դրանք ովքեր են։ Դրանք այսքան դուխ ունեն, դրանք հաչում են։ Դրանք այսքան դուխ ունեն գնան Պուտինը որ գալիս է Հայաստան, իրան ձերբակալ են։ Այսքան դուխ ունեն։ Դրանք որ մեծ խոսում են մեկ էլ այդ պատգամավորներ, չգիտեմ, դիվանագետներ։ Պրոստը ուղղակի մեծ խոսացող են, ու այդ բացի վնասներից ոչ մի բան չեն բերում։ Այս մարդը շատ ճիշտ բաներ է ասում, որ Էրդողանը սենց ասում, Հայաստանը սենց, բայց ես հայերին խորհուրդ եմ տալիս։ Հայաստանում լիքը մարդ կա, լիքը, շատ են, որ իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում, բայց դրանից որ անգրակետ են։ Ոնց այս շություններ են անում, նո մակուր էշությունն է, ինչ որ Գագիկ Միլկոնյան։ Դուքաշի գիտեք Գագիկ Միլկոնյանի մասին բանակը ոնց է վերաբերվում։ Չէ, իր մասին եմ ասում։ Չանձնավորենք, խնդիրը հետեւյալն է, մենք գիտենք, որովհետև եթե մարդ էշություն անում, Հայաստան համար սպառնալիքներ է բերում։ Սենց տանենց մենք Դուք դա անձին եք վերագրում։ Հեռուստադիտողը ասում է դա ուրեմն Փաշինյանի քաղաքականությունն է։ Ասես չէ, ում մասին ասել։ Ես ու մարդու մասին էլ ասում եմ, այ դրանք վտանգներ են բերում։ Դրանք վտանգ են ներկայացնում Հայաստան, ուր տանում, ասում եմ ձոր։ Ձոր են տանում։ Մահվան ճանապարհով ենք գնում մենք։ Այ իրանց պատճառներով, բայց ասում եմ, էս իրանց ասածներին ուշադրություն մի դարձեք, դրանք որ նորից ասում եմ, եթե դաժե մենք այդ ստատուտը ստորագրում ենք, ընդունում ենք պարլամենտում, Պուտինը գալիս է Հայաստան, մերոնք ոչ մի բան չեն անելու, ոչ մի բան, դրանք այսքան չունեն։ Էրդողանը, հա, պարզ է, ինքը Պուտինի միջոցով այսօր լիքը փող աշխատում, գազ, նավթ, ատոմիկայան են ստեղծում, ինքը ինչու համար պիտի Պուտինին ձերբակալեն, մանավանդ որ ինքը ստույգ գնում է խիստ ՆԱՏՕ-ի դեմ։ Մանավանդ Ամերիկայի դեմ է գնում Էրդողանը։ Այսօր Թուրքիան ու Ռուսաստանը դաշնակից են։ Հայաստան ու Ռուսաստան դաշնակից չեն։ Վաղուց արդեն մի քանի տարի։ Նո կարամ ասեմ, սենց 16 թվից, դա արդեն հաստատ։ Այս ճանապարհով են գնում մենք։ Շատ ճիշտ հարցադրված ու ասում եմ, մահվան ճանապարհով։ Այսինքն Ռուսաստանից հեռանալը դա մահվան ճանապարհն է։ Չէ, Ռուսաստանը մեր համար հրաշք է։ Մենք եթե ռուսներից ազատում ենք, վաղուց մի ազատացել ենք 300 տարի առաջ։ Բա ո՞րն է մահվան ճանապարհը։ Մահվան ճանապարհը որ մեր իշխանությունն է։ Ինչ որ դրանք են անում։ Մեր տանում են մահվան ճանապարհով։ Այդ Գագիկ Միլկոնյաններ, չգիտեմ, ուրիշներ են։ Ուզում հասկանամ մահվան ճանապարհը ասելով դուք նկատի ունեք Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների արդարացումն է մահվան ճանապարհը, թե ինչ ձեր այդ դիրքորոշումն են ուզում բարձեմ։ Նայեք, մի հատ պետություն անուն տվեք, ում հետ մենք կարանք ասենք մեր դաշնակիցն է։ Չէ, իրո ոչ թե փաստաթղթով։ Սենց, ով է մեր դաշնակիցը աշխարհում։ Կարանք ասեք, այս 5 տարվա մեջ, որ Նիկոլ Փաշինյանը եկավ, իշխանությունը վերցրեց։ Մի հատ այս պետությունը անուն տվեք ինձ, ով է մեր դաշնակիցը։ Դուք ասեք, եթե Ես սենց պետությունը չեմ տենում։ Չկա։ Այսինքն միայն Ռուսաստանն է մեր դաշնակիցը։ Նույն Ռուսաստան դաշնակից չի։ Ես ասում, մենք դաշնակից չունենք։ Այդ Ռուսաստանը ինչ դաշնակից է։ 16 Եվ հիմա դուք առաջարկում եք Իրանի հետ դառնալ Ոչ թե միայն ռազմաքաղաքական պայմանագրեր ասացիք, եթե կարելի է նորից կրկնեք ձեր այդ առաջարկը։ Ոչ թե նայեք, ոչ թե միայն Պարսկաստան, Պարսկաստան, Չինաստան, Հնդկաստան, արաբական երկրներ։ Եվրոպայի մասին մի մոռանանք։ Ինչպիսի հարաբերություններ եք նախատեսում։ Ռազմաքաղաքական պայմանագիր, եթե խոսքն է պատերազմը սկսում է Պարսկաստանը դեմ մենք էլ պիտի խառնվենք կամ մեր դեմ են մենք դրանք են խառնվում։ Ինչ որ Ռուսաստանի հետ 97 թվի պայմանագիր ունենք։ Մենք ինչու համար մեզ այդ պայմանագիրը պետք է, եթե Հայաստանը վերահարձակում են,
Պարսկաստան լիազորությունն է։ Ինքը ասում է ինձ ոնց եք մեղադրում, որ ես խոսքին եք ագրեսոր եմ։ Ես պայմանագիր ունեմ Հայաստանի հետ, ես իրեն պիտի պաշտպանեմ։ Հիմք պիտի ստեղծենք Պարսկաստանի համար։ Եթե հիմա առանց պայմանագիր, այ սենց պայմանագիր։ Ադրբեջանը մտնում է Պարսկաստանը խարդվում, հա։ Իրան մեղադրել են։ Մենք պիտի հիմք ստեղծենք, ցույց տանք, ասենք, նայեք, պայմանագիր ունենք։ Ստեղ ոչ մի ագրեսիա չկա։ Պարսկաստանը պատրաստ է նման պայմանագիր ստորագրել մեզ հետ։ Այո։ Ինչու եք այդպես կարծում։ Որովհետև գիտեմ։ Որտեվ գիտեք։ Այո։ Բարի, մենք ունենք հեռախոսազանգ, ես սպասեմ, որ լինի կամ հաջորդ հարցս տամ։ Լավ, շարունակենք Ադրբեջան-Իրան փոխհարաբերությունները, որովհետև այժմ այդտեղ է, որ ոնց որ թե մենք տեսնում ենք թնջուկը, որտեղից կարող է եւ որի հետևանքները մենք այստեղ մեր տարածքում կարող ենք տեսնել։ Ինչ ենք տեսնում։ Նախ մենք նշել էինք, մեր վերլուծաբանները եւս նշել էին, որ նոր դեսպանը Իրանի Հայաստանում Սիրիայում է մինչ այժմ եղել եւ մեծ փորձ ունի կրիզիս վիճակում, կրիտիկական վիճակներում գործելու։ Այդ փաստի վրա ուշադրություն է դարձրել նաև Ադրբեջանը եւ ասել է, որ ցույց է տալիս, ես փորձեմ մեջ բերել, Երևանում այդ Իրանի դեսպանի պաշտոնում այդ անձին նշանակելը ցույց է տալիս, որ Իրանը ցանկանում է Հայաստանում ստեղծել Հեզբոլլահի նման կառույցներ։ Այսպես է ասում Ադրբեջանը։ Եվ նրանք մենք չունենք այդ պայմանագիրը, որի մասին դուք խոսում եք, իսկ Ադրբեջանը արդեն իր պատկերացումներում պատկերացնում է, որ Հայաստանը եւ Իրանը կարող են ունենալ նման պայմանագիր եւ գործեն մի ճակատով։ Հիմա եկեք տեսնենք ուր է տանում Ադրբեջան-Իրան փոխհարաբերությունները ուր են տանում։ Դե, իհարկե Ադրբեջանը վախում է, որ մենք կարող ենք այս պայմանագիր ունենանք Պարսկաստանի հետ։ Բայց քանի որ այդ իշխանությունը գտնվում է Հայաստանում, դրանք սենց պայմանագիրը չեն ստորագրելու։ Մի կողմից Ամերիկա չթողելու, երկրորդ կողմից Ռուսը։ Հայաստանին չեն թողնելու ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը։ Այո։ Որտով դրանք ենթարկում են։ Ինչ որ դրսից ասում են, դրանք ենթարկում են։ Բայց սենց պայմանագիր մեզ պետք է։ Դրա համար ես ասում եմ, ադրբեջանցիները շատ լավ ճիշտ են պատկերացնում, որ սենց բան կարող անի, ուղղակի մի բան չեն հասկանում, որ քանի որ դրանք են նստած Հայաստանում, հնարավոր չէ սենց բան ստորագրեն։ Ատարբերակ եղավ այդպիսի պայմանագիր եւ իհարկե ոչ ոք չի ուզենա, որ պատերազմ լինի իր տարածքում, Աստված ոչ արասցե պատերազմ լինի տարածքում, բետարբերակ մենք չունենք նման պայմանագիր։ Ինչպես են զարգանալու, Հայաստանը ինչպես է պաշտպանվելու։ Ես չեմ հասկանում, ինչու մեր հայ ժողովուրդը միշտ պատերազմից վախում է։ Այսինքն, այսքան վախենալ եւ չուզելը տարբեր բաներ են, բայց ես ուզում եմ որ սկսեն։ Պատրաստ եք։ Ես պատրաստ եմ։ Պատերազմ ուզողը պետք է պատրաստ լինի։ Իշխանությունը պատրաստ չէ, բայց իշխանությունը որ պատերազմը սկսում է, դրանք թռնում են Հայաստանից միանգամից։ Ես ասում եմ, այն բանով այդ իմ վերլուծությունն է, չէ՞, Նիկոլ Փաշինյանն ասում է իրան բաներ տելևիզորով, էսկալացիա լինելու, Անդրանիկ Կոչարյան իրան բաներն է, ամեն մեկը իրան, չէ, ես իրավունք ունեմ իմ տեսակետը, ասեմ, չէ։ Ես ասում եմ, օրվա մեջ 10 կիլոմետր առաջ են գնալու։ Ադրբեջանցիները հիմա։ Հիմա ինչ որ կատարում է Հայաստանում, ոնց էլ պատրաստում, ես ասում եմ, 10 կիլոմետր օրվա մեջ գնալու են առաջ։ Որովհետեւ դրանք չեն հասկանում, դրանք մտածում են, զենք են առնում, դուք կարաք ինձ բացատրեք, ինչ համար դուք վերջ անգամ եք լսել, որ Ալիև ասում է, ես խոսք ունեմ, դից զենք եմ բերում։ Լսել եք սենց բան։ Դե հա, երբ որ իրեն պետք է վախացնել, նա լավ էլ ցուցադրում է այդ ինքնաթիռները, որոնցով զենք է տեղափոխում։ Իսրայելից է տեղափոխում, որ մենք էլ գիտենք։ 40 երկրից է բերում, 40 երկրից թող լինի։ Չէ, 40, բայց մի հատ բացի Իսրայելից մի հատ անուն լսել եք դուք։ Հա, դա էլ հետաքրքիր է, ճիշտ եք։ Բայց մերոնք գնացել են մի հատ ստես բաները Հնդկաստանից արել են, իմա սա հոր տելևիզորով գոռում են ցերգլան կապ Հնդկաստանից բան են, պոպուլիստ են։ Ում ամարեք այդ ինֆորմացիա է տալիս եկել, այդ ես չգիտեմ, մեր հակահետախուզության ինչու չի զբաղվում նույն այդ իշխանավորների հետ։ Ինչ իրավունքով
նույն վարչապետը, նույն, չգիտեմ, պաշտպանության նախարար Հնդկաստանը անունը տալիս եք, ինչ եք արդում Պարոն ասում եք։ Պողոսյան, տեսեք, չեն ասում եք չունեն, չեն անում։ Ես համաձայն եմ ձեզ հետ։ Ջանդամին ասել ժողովուրդ էլի ժողովուրդ սաղորը բամբասում է։ Այո, հայտնի է, որ լռություն է պահանջում, պատրաստվելը լուր է պետք պատրաստվել։ Բայց դուք հիմա ասում եք մի կողմից տեղյակ չենք պատրաստված է բանակը, թե չէ։ Ես տեղյակ եմ։ Հանրությունն է ասում, ահա, դուք տեղյակ եք։ Ես տեղյակ եմ, ինչ են անում, ոնց են անում, ինչ են առնում, ինչ չեն առնում։ Չկա մեր հանրապետությունում sense գաղտնիք, որ ես չիմանամ։ Չկա sense բան, նույնը բանակի հետ կապված։ Եվ հանրությունը եթե կարծում է, որ լուր, բայց զինվում է բանակը, մոլորված է հանրությունը։ Նայեք, Սխալվում է։ նայեք ինչ է կատարում։ Քանի որ դրանք ասում են, բայց sense բաներ են անում տելևիզորով, TV-ով ասում են, sense բաներ են անում, դուք ուղղակի չգիտեք ինչ եք անում։ Միգուցե դուք չգիտեք դեռ ինչ է կատարում, բայց նույն պոստերից որ զանգում են ասում են ինչ խնդիրներ ունեն։ Դե հիմա հետ են գալիս ձեր այդ մտքին, որ պատերազմը դուք ուզում եք որ լինի պատերազմ։ Եվ իմ հարցը։ Դուք թողում եք տարածքները։ Չէ, ոչ մի դեպքում։ Պետք է ժամ առաջ, վայրկյան առաջ եւ այս 2.5 տարին ես չգիտեմ մենք ինչով ենք ամեն օր մենք խոսում ենք այդ մասին եւ չգիտեմ այնուամենայնիվ բանակը ինչ պատրաստվածության աստիճանի է։ Մենք պետք է պատրաստ լինենք, ճիշտ է դիմակայել բանակին։ Միջև դրանք են մենք պատրաստ չենք լինելու, դրանք չեն հասկանում եք։ Մենակ բանակ չի պատերազմի մեջ համտնում։ Ամբողջ պետությունը իրանց գործիքներով, պետական ուժով։ Բանակը գործիք է, ուժային գործիք։ Բայց պետությունն է մտնում ամբողջ Իրան ինստիտուտներով, բաներով։ Հիմա ես մի հատ բան ասեմ։ Վաղը պատերազմը սկսում է, լայնամասշտաբ, խոսքի օրինակ։ Մի հատ Նիկոլ Փաշինյանից հարցրեք, իր մոտ փակ պակետը կա կամ ինչ որ մի հատ նախարարի մոտ, որ բացում են ու նայում են ուր են գնում, ինչ են անում։ Մենք ունենք sense պակետներ, որ գրածա, նշածա, ամեն ինչով է զբաղվում։ Այդ պակետները դուք սարքել եք համատեղ գլխավոր շտաբի հետ։ Մարզպետներ այդ պակետներ ունեն, որ բացում են պատերազմի ժամանակ, հասկանում են ուր են գնում, որտեղ են նստում, ինչ են անում։ Ունեն, չունեն։ Ես 20 տարի այդ պակետների մասին ասում եմ, պետություն պիտի պատրաստ լինի, ամեն մեկը նստում իր կաբինետներում, բացում է, հասկանում է ինչ։ Համատեղ զորավարություն ենք հասկացնում, կառավարություն, բանակը, մարզպետներ։ Չկա այդ բանը։ Ոչ մեկը չի իմանալ, խաոս է լինելու։ Նորից ասում, դրանք չեն հասկանում, ինչ են անում, դրանք ովքեր են։ Համել ասում են մենք պակետներ ենք անում, հա, մի քանի օր առաջ ասել են, հա ինչ որ բաներ եք պատրաստում։ Հա ինչ դուք ով եք դոկումենտներ եք պատրաստում, ում եք խորհրդակցել։ Դեռ մի դեպ աշխատի, ԱՑ-ն, MÇS-ը, ներքին նախարարությունը, բանակը, այսինքն գլխավոր շտաբը, ՊՆ-ն, ամբողջ համակարգը պիտի նստեն, որոշեն ինչ են անում պատերազմի ժամանակ, ուր են գնում, որտեղ են նստում, մարզպետներ ինչ են անում, ոնց են անում։ Չունենք մենք այդ բաները։ Պետությունը որպես պետություն մենք գոյություն չունենք, դրանք չեն հասկանում պատերազմի ժամանակ ինչով պիտի զբաղված լինեն։ Պարոն Պողոսյան, եկեք մենք վերադառնանք այն հարցին, որը ես ուղղել էի ձեզ։ Իրան եւ Ադրբեջան փոխհարաբերությունները կվերաճեն պատերազմականի, այսինքն Իսրայելը, այսպես ասեմ, Իսրայելը այդքան այս վիճակում անավանդ, երբ որ նրա ներսում այդպիսի ճգնաժամ է, ներքին ճգնաժամի մեջ է, համարյա թե դեռ իհարկե ոնց որ թե մարեց քաղաքացիական պատերազմի չեղավ, այս իրավիճակում Իսրայելը պատերազմ է ուզում Ադրբեջանի միջոցով Իրանի դեմ, կարող է նա դա անել, թե ներողություն դա բլեֆ է։ Չէ, նայեք, Ադրբեջան գործիք է Իսրայելի համար։ Ինքը ուզում է Ադրբեջանի միջոցով, որ ձգեն պարսիկներին պատերազմի մեջ, որ Ամերիկայի խառնվի, Բրիտանիայի խառնվի, այսինքն ՆԱՏՕ-ն։ Իսրայելը նպատակը է դա։ Բլեֆ է դա, թե իսկապես ծրագիր է, որը դուք տեսնում եք։ Դրանք ասում են Պարսկաստանը պատրաստում ատոմային զենք։ Դե Չէ, ասում են։ Նայեք Միացյալ Նահանգներում ինչ է կատարում։ CIA տոնորեն ՑՐՈ-ին Security Intelligence Agency բրանսը ինչ ասում։ Ասում է իրանց տվյալներով Պարսկաստանը չի ուզում ատոմային զենք սարքի։ Այսինքն CIA ասեմ սենց պաշտպանում է Պարսկաստանին, ասում է դրանք ատոմային զենքը չեն սարքում։
Բայց CIA-ի բան չի, խաղալիք չի, չէ՞, դա շատ լուրջ հիմնարկն է։ Նայեք, Բլինկին ասում է, չէ, Պարսկաստանը պատրաստում է։ Հետո գնում է Մեգատե։ Մագատեն գնում է, ասում է Իրան մեզ բացատողում ամբողջ տարածքում մենք նայում ենք, դատչիկներ ենք դնում, ես ենք դնում, մենք հետևում ենք, չկա այդպիսի բան։ Նորից Բլինկին ասում է կա։ Հետո White House-ը էլ ասում է մարդիկ կան, որ ասում են չկա, մարդ կա, ասում է հա։ Կոնգրես բաժանվածը Ամերիկայում նույնը։ Մի խոսքով, դուք ինչ եք ուզում, ինչու եք այդ օրինակները բերում։ Դուք ուզում եք ասեք, որ Միացյալ Նահանգները ուզում են հարվածեն Պարսկաստանին։ Ես ուզում եմ ասեմ, օգտագործում են Իսրայելին այդ հարցում, Իսրայելը օգտագործում է Ադրբեջանին այդ հարցում, այսպես երեք շերտանոց բիլիարդ է։ Ես ուզում եմ ասեմ, sense կա խմբեր Ամերիկայում, որ դեմ են, որ պատրաստ լինի։ Կա խմբեր որ ջոհուդներ իրանց հետ աշխատում են։ Հրեաները։ Հա, ես այդ ջոհուդներ եմ ասում։ Դուք ջոհուդ եք ասում։ Ուրեմն իրանց հետ որ աշխատում են։ Դրանք ասում են, չէ, Պարսկաստանը շատ վտանգավոր է։ Դրա համար, նայեք, Ամերիկան էլ բաժանված է։ Մի մասը ուզում է պատրաստ, մի մասը չի ուզում։ Իսկ Իսրայելը համոզված է, եթե ինքը ձգում է Պարսկաստանին պատերազմի մեջ, խառնվել է Միացյալ Նահանգներ ու Բրիտանիան հաստատ խառնվում են։ Ֆրանսիան չի մասնակցելու, Գերմանիան չի մասնակցելու, Իտալիան, Եվրոպան համարյա չի մասնակցելու, բացի Բրիտանիայից։ Իսրայելը նպատակը էտա։ Իհարկե ադրբեջանցիների ուժը չի պատմելու Պարսկաստանի դեմ։ Եվ ինչ է արվելու։ Պարսկաստան աղագին գնալու առաջ մի քանի օրվա մեջ, բայց հետո խառնվում է Իսրայելը, Ամերիկան սկսում են պայտարազմ են հայտարարում Պարսկաստանի դեմ։ Նպատակը Իսրայելի էտա, որովհետև Նետանյախու էտի ֆաշիստ է, ինքը սարքում է ֆաշիստական երկիր։ Նայում եք, չէ՞, Իսրայելում ինչ է կատարում, ինչ օրենքներ է հանում, գիտիր օրենքներ է հանում։ Ընդունենք հեռախոսազանգայով, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո։ Ալո, լսում ենք ձեզ։ Ալո, լսում ենք ձեզ։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ, վերջին րոպեներն են, ես ցավում եմ, եթե չկարողացա ընդունել ձեր հեռախոսազանգը, մեկ զանգել փորձեմ։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այո, համեցեք։ Ես ձեր պրոգրամը ամեն գիշեր նայում եմ, այս պարոնը որ նստած, սրանից ավելի ճիշտ բան չեմ լսացել։ Ինչու։ Մեկը հենց այդ որ մենք մեր հայությունը Ամերիկայում ոչ ճիշտ չի անում։ Այսօր մենք պիտի ամեն վիկենդ հավաքվենք, գնանք փողոցները աղմուկ բաշխացնենք, չենք անում։ Երկրորդը, այսօր ոչ Ամերիկան է մեզ օգնելու, որտեղ Ամերիկայի policy-ն Middle East-ում Իսրայելն է որոշում իշլի։ Ամերիկան երբեք մեզ այո խոսելու են, հենց բայց ոչ ճիշտ չեն անելու։ Նույնն էլ Եվրոպան ոչ ճիշտ չեն անելու։ Ռուսաստանն էլ ուրիշ դեպի արդեն ցախված, մեր Պարսկաստանը, մեր ասիկին մենք երկուսս ուզում ենք Զանգեզուրը մնա Հայաստանին։ Ինչու՞։ Մեզ համար է շատ կարևոր, իրանց համար էլ շատ կարևոր է։ Բացի են։ Այսօր Պարսկաստան, Ադրբեջանը միշտ Պարսկաստանի դեմ է լինելու, որովհետև եթե Ղարաբաղը այդքան փոքր տեղ ուզում է որ լինի Ադրբեջան, իրանք կուզենան լրիվ Պարսկաստանի Ադրբեջանը, որ 3 անգամ ավելի մեծ է, 3 անգամ ավելի ժողովուրդ։ Բարի, եթե հարց ունեք, մեզ 2 րոպե է մնացել, 1 րոպեն ամփոփման, 1 րոպե ձեզ հարցին։ Եթե հարց ունեք։ Բարի, հասկանալի։ Բարի, շնորհակալություն։ Պարոն Պողոսյան, փորձում ենք ամփոփել, ինչպիսին է իրավիճակը։ Ամեն օր ընդհանրապես խոսակցություններ գնում, որ Գարնանը, Ադրբեջանը կարող է գա ավելի ագրեսիվ, որը բնորոշվում է, անվանվում է պատերազմ։ Դուք ասում եք, դեռ պատերազմ կարող է նա չանել, իր խնդիրները լուծել խաղաղ, այսպես ամենօրյա ռեժիմով, ամեն օր մի
ներողություն պետք է կրկնեմ 100-ից կամ 300 կիլոմետր առաջ գալու, հա, քառակուսի կիլոմետր, թե կիլոմետր, այդ արդեն սկիչ են էլ հաշվում, մի սանտիմետր դուք ասում եք, այստեղ 100 կլինի, թե 1000 կլինի ասում եք, դա մի խոսքով Մենք շատ տարածքներ ունենք։ Մենք շատ տարածքներ ունենք եւ չենք հաշվում քառակուսի է դա թե կիլոմետր է պարզապես։ Նկարագրեք իրավիճակը։ Այսօրվա դրությամբ, եթե ձեր ընկերը զանգահարում է հարցնում է Վլադիմիր, ինչ է վիճակը։ Մի հատ բարկա բան չեմ ասել։ Բառ չեք ասում։ Կայուն ծանր։ Կայուն ծանր։ Այո։ Այդ ամեն ինչից է գալիս։ Նայեք, ամենամեծ խնդրեմը դրա մեջ է, որ իշխանությունում եթե մարդիկ նստած են, կիլոմետրերով հաշվում են իրենց պետության մասին, 100 ընդեղ, 300 ստեղ, դրանցից ինչ եք ուզում։ Այդ առաջին երկրորդը գարուն, աշուն, նայեք, ադրբեջանցիներին ինչ ժառանգական զորքը, այսքան ուժեղ են, այսքան ապահովված են ու շատ հարուստ զորքը։ Իր համար ձմերն է, աշունն է, գարունն է, ամառն է, իր համար խնդրեմ չկա։ Ցանկացած ժամանակ դրանք կարան սկսեն։ Մեր մոտ ինժեներական զորքը ամենաաղքատ ոչ թե այդ process-ը հիմա է սկսել։ Լավ, եկեք նկարագրենք 2 րոպե մնացել։ Նախապատերազմական վիճակ է, Ադրբեջանը եթե ցանկանա կարող է ամառ ձմեռ չնայելով ցանկացած պահի գալ։ Մենք խոսում ենք դրանք կարան սկսեն։ Այո, կարող են սկսել։ Դուք ասում եք, որ մենք վարկյան առաջ, ժամ առաջ, այսօր 3 պետք է պատրաստենք բանակը, այլ ընտրանք չկա։ Սփյուռքը պետք է բոլոր երկրների սփյուռքը նորից մի հատ արտնանա եւ ոտքի կանգնի եւ օգնի մեզ, որովհետեւ Ադրբեջանը եւ Ռուսաստանում է շատ ուժեղ եւ արդեն Միացյալ Նահանգներում է շատ ուժեղ եւ ամենակարևորը դուք առաջարկում եք պայմանագիր, ռազմաքաղաքական պայմանագիր կնքել առաջին հերթին Իրանի հետ եւ հետո արդեն եւս բարեկամ այլ երկրների հետ իդեմ ասենք Հնդկաստան, Չինաստան եւ այլն։ Շատ շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար, ես փորձեցի ամփոփել, որովհետեւ Ռոպեն դուրս է եկել մեր եթերային։ Այդ որ ասում եք մենք ունենք Ռուսաստանում զոր սփյուռք, մենք ունենք հայություն։ Սփյուռքը դեռ չունենք։ Դրանք վախեցած են, եթե Ռուսաստանում հայեր գլուխը կբարձրացնեն, այդ գլուխը կփոկվեն։ Միացյալ Նահանգներում վախը չկա, պարզապես պետք է աշխատանք։ Բայց դրա աշխատանք։ սա Եվրոպայում, Ամերիկայում հայությունը պետք է միավորվի ու սկսի ճնշել իրենց կառավարությունը։ Շնորհակալություն, շատ կարևոր հետաքրքիր դիտարկում էր։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանի հետ։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ընձեզ։